Բարև ձեզ բարեկամներ։ Ամեն անգամ երբ գալիս է կիրակին, ակտիվանում են հատկապես մեր շատ սիրելի աստղաբան հոգեբան Լուսի Հակոբյանի հետևորդները, ովքեր իհարկե այսօր սպասում են նրա հերթական ելույթին, եւ Տիկին Լուսյան արդեն մեր տաղավարում է, ինչպես միշտ շատ հմայիչ գեղեցիկ տեսքով եւ ամենակարևորը պատրաստ հանդիպելու իր մեծաթիվ երկրպագուների բանակին։ Տիկին Լուսիա, բարև ձեզ։ Որը բարի լինի, շնորհակալ եմ ձեզ, ես էլ ափաթափալեք ասեցի հիմա պարոն Ղուշչյանն եկել է, այն էլ չեք եկել դեռ, բայց իմացա, որ շուտով կգաք։ Վերջի միացումն է ձեզ հետ։ Հաջորդ հաղորդմանը ներկա կլինեք, ձեր բազկաթոռը ձեզ է սպասում։ Այդպես։ Եղավ, շնորհակալ եմ։ Տիկին Լուսիա, դե մենք ավանդույթը չխախտենք լուսնային օրով։ Այսօր լուսինը 4 օրեկան է, գտնվում առյուծում, շատ էր ամեն օրն է հետաքրքիր, որտեղ ամեն օրը մենք ապրում ենք, ամեն օր արև կա, ամեն օրը պետք է արևին ողջույն տանք եւ բարևենք ու շնորհակալ լինենք, որ կանք, ապրում ենք։ Ու հայոց աշխարհը միշտ եղել է, կա ու լինելու է միշտ։ Հետաքրքիր է, որ հիմա Մերկուրին էլ է գտնվում առույց համաստեղությունում, միջև ինչքանով հիշում եմ, ստեղ գրում եմ, որ չնշեմ, եթե չմոռանամ, միջև սեպտեմբերի 4-ը Մերկուրին կլինի առյուծում, դե առույցն էլ գիտենք թագավորն է, կենդանիների արքան է, միշտ ամբարտավան է, գոռոզամիտ է, ինքնահավան է, ես եմ որ կամ, առաջնորդ է, եւ լավն եմ ասում, եւ վատն եմ ասում, գիշատիչ է, բայց իր ձակերին շատ է սիրում, որտեղ առույց իր ընտանիքին շատ է սիրում ու ֆանատ ծնող է, հատկապես ֆանատ մայրը, թույլ չի տա ոչ մեկ իր ձակուկին նեղացնի։ Մինչև անգամ եթե ամուսինն էլ բարկանում է, զայրանում է երեխայի վրա կամ կոպիտ դիտողություն անի, առույց մաման կարող է ճանկերը ցույց տա։ Այսպեսին առույցը։ Հիմա այսօր լուսին առույցումը ցուցադրական նորը 4 օրեկան է լուսինը, բայց Մերկուրի համար ասեմ, որ հիմա բոլորն իրենց ցույց են տալի, գիտեն ամենաճիշտն իրենք են, դա այդքան ճիշտ չի։ Այս հրարությունները, որ հիմա քաղաքում կատարվում է, շատ սխալ բան է արվում, որտեղ չի կարելի, իրոք չի կարելի ու չգիտեմ ով ոնց կընդունի, բայց աստղաբանությունը ցույց է տալիս, որ այդ շարժումներին չէ, որ հիմա ոտքի են բարձրացել ու սա սադրանքային բաները ոչինչի չեն հասնելու։ Ու ինձ այս 2-3 օրը, պարոն Ղուշչյան, այնքան ծնողներ մայրեր են ինձ եւ զանգահարում, ես քիչ եմ հեռախոս վերցնում, գրում են, այն մայրերը, ում երեխաները բանակում են գտնվում, ու հիմա նորից էլի որ պետքա գնան, լաց են լինում, ահավոր լաց են լինում, այս վիճակից վախենում են պատերազմական վիճակից։ Պատերազմ չի լինելու հանգիստ ապրեք, ուղղակի այս վիճակը, որ հիմա սենց խառնվել են ու շատ մայրեր էլ ու տղաները, որ զոհված են, լավ բառ չեմ սիրում, ասում են մենք այդ տղաներ չունենք տալու, հերիքա խառնեք այս վիճակին, հազի մի քիչ խաղաղվել են։ Հիշում եք տարիներ առաջ, 20 թվականից, որ ինչ օրը մեր հայ ժողովուրդը հասավ ու մենք կռվեցինք մի քանի բանակի դեմ, ու դա սադրանքային դավադրություն էր, պատերազմ չէր, ու այն երկրները, ովքեր մեզ ձեռք չմեկնեցին ու մեզ մեջքից հարվածեցին, հենց այդ երկրներին վատ բաներ ա լինելու, ու սկսվել ա դա արդեն, եւ երկարատև ա դա լինելու, ու այն երկրի ղեկավարներին եւ քաղաքների, ովքեր սխալ են ընտրվել, կաշառքով, բռնի ուժով, ճիշտ իրանց տեղում չեն, հենց այդ քաղաքներին էլ այդ մարդկանց միջոցով եւ այդ մարդկանցից էլ լավ բաներ չի սպասվում։ Այդ երկնային աղետները շատ բաներ կտա պատասխան, որտեղ դա շարունակվելու է, տերակներ կլինի, խաբեությունները, թալաները, հիվանդությունները, ինչքան վատ բան կա կարող եմ ասել, բայց Հայաստանը մենք մեր մեջից ենք փչացնում, դա լավ չի։ Սեպտեմբերին ամբողջ սեպտեմբերը կարելի ասել խավարումների ամիս է, ինչը որ մենք մարտ ամսին տեսանք, մարտի 14-ից ահավոր օրեր, կարմիր արյունոտ լուսնի օր էր խավարումը,
Գոնե մինչև սեպտեմբեր մարդիկ կարգի կան, հիմա այս ամիսները, հունիսը հիմա վերջացավ, հուլիս, գոնե մի քիչ այս ամիսներին կարգավորվեն, այն սխալները չանեն ինչը որ անցալում է եղել ու հիմա էլ անում են, որ սեպտեմբերը նորմալ անցկացնենք մեզ։ Ինքը նաև հիվանդությունների ամիս է, հիմա իմ մարսմոլորակը գտնվում է կույս համաստեղությունում, էլի մինչև սեպտեմբերի 2-3-ը տեղա լինելու։ Սա տալիս է հենց հոգևորականների դաշտի հետ կապված խնդիրներ։ Այդ ամբողջ աշխարհը միայն Հայաստանում չի, ես վերջերս Ռուսաստանում էլ տեսա, տերտերները ոնց են փախնում, հետևից վազում են, ոստիկանները բռնում են։ Սա ամբողջ աշխարհում դա լինելու է, պարակտում եւ այնց կեղտոտ գաղտնի բաց, որ ունեցել են իրանք բացահայտումներ լինելու։ Դրա համար սուս մնա թող ժողովրդի իսկական հավատացյալ են, ֆանատները մենք գործ չունենք, որտեղ ֆանատների ուղեղները կեսա, իսկական հավատացյալ է, Աստված մեկա բոլորիս մեջ։ Թող ամեն մարդ ընտանիքում այդ 4 պատի մեջ իր շնորհակալությունը Տիրոջից եւ իր աղոթքներով ապրի։ Ու հանգիստ թողնենք ու ոչ մեկ եկեղեցու դեմ չի։ Քահանայի դեմ է, որտեղ հենց քահանաների ոչ ճիշտ չգիտեմ պահված կացեմ, ինչ ասեմ, արածների, իրանք պատիժներ ունեն առողջական հետ կապված ու օգոստոսի 8-ից հետո հենց մարս մոլորակը կմտնի կշերք, հերթով պարզ ջրերից դուրս եկած բացահայտում, պատիժներ, կրիմինալ, նաև մի քիչ լավ շրջան չի, բայց այդքան շատ է, ես այդքան շատ չեմ ասի դեռ, որտեղ միշտ ասել եմ 3 ամսից ավել ոչինչ չի թույլատրվում ասել։ Շատ պետք է հիմա շփվեն մարդիկ, դա Մերկուրիից ասում, շփվեն մարդիկ իրար հետ զրուցեն, մեծահասակների հետ հատկապես ծնողների, քույր ու եղբայր հարաբերությունները, ովքեր վիճել են ջերմացնեն, զրուցեք իրար հետ, աշխատեք բոլորի ընտանիքներում, առաջինը ձեր մեծ հարմոնիա ստեղծեք ու ընտանիքներում դա կլինի։ Ստեղծեք ձեր հարաբերությունները, հիշողությունները, այս հիմա հեռախոսները, քանի որ բոլորիս պարապ մարդկանց, որ մտնում են մեջի հիմարություններ, այն մարդիկ, ովքեր շատ կոմենտներ են գնում, նրանք պարապ են։ Տատարկագլուխ, կիսա ուղիղ աշխատող մարդիկ են, ովքեր աղմաղ հիվանդություն է դառել, վարակ, մտնեն ինչ-որ մեկին մի բան գրեն։ Ավելի լավ է հենց այդ մարդիկ իրանց են ալբոմները հանեն ֆոտո, որտեղ որ սև ու սպիտակ նկարներ եղել, տնեն, բացեն, հերթով նայեն իրանց մանկության, իրանց պապերի, տատերի ինչպես են եղել, ինչ են հագել։ Հիմա պապե տատիր, որ ընտանիքներում կա, իրանց հետ զրուցեն, իրանց անցյալի պատմությունը, որտեղ հիմա Մերկուրին, հիմա ինքը տալիս է հիշողություններ, որ պետք է անցյալը հիշվի, ինչ են արել, որ այդ ընտանիքը ամուր է եղել, կեսուր, կեսրար, մայրիկ, պապիկ, ինչպես են իրանց պահել բարոյականության, ամուսի, գիտելիքի, ես գիտելիք ասելով թող մարդիկ լավ հասկանան, սա դիպլոմի մասին չի խոսքը։ Գիտելիք այդ կրթություն ուրիշ է, մասնագիտություն ուրիշ է, գիտելիք ձեռք բերեն։ Հարազատների հետ շփվեք, ով իրարից վիրավորվել է, թողներն չեք ուզում մի խոսեք, բայց ներեք։ Պապերի պատմությունները, պատմածները լսեք, որտեղ հետո ուշ կլինի, իրանք կգնան քարավանին կմիանան, մենք հետո կասենք, վայ, ոնց չլսեցինք, որտեղ հիմա էլ որ լինում է, շատերս ասում ենք, մամաս էս բաններ ասում, պապաս էս բաններ ասում։ Ու այդ բոլոր հին ինչ որ եղել է մեր պապերի ասածները, բոլորն իմաստություն են, ու բոլոր աշխատող են, բոլորն իրական են։ Հետո էլ չի լինի, որտեղ այս ջահելները չեն լսի արդեն, էլ չկա։ Հիմա ինչ կա իմաստուն ծնող որևիցե ծնող իմաստուն, որ հետո իր երեխեքի այդ իմաստությունը վերցնի։ Բայց միան լավը պետք է հիշենք, եթե ինչ-որ վատ բաներ արել են, պապեր, տատեր, ծնողներ, հարազատներ, ամեն ինչին հումորով անցնեն։ Անցյալը հիշեցնում է, պարտադիր է հարկավոր հիմա գոնե մինչև սեպտեմբեր ու անցյալից դասեր քաղելու համար է։ Հիմա քանի որ մարսը կույսում է, հենց դա է տալիս մինչև սեպտեմբերի 4։ Բոլոր անցյալի, ամեն ընտանիք իր անցյալը թողեշի լավ ու վատով, որպես այդ վատերից եւ մեր պատմությունից դասեր քաղեն։ Եվ այն բարերարները, որ տենց գորգռում են բարերար, այս մարդն էս արել, ամենառաջի բարերարը դա կլինի, երբ որ գիտելիքի ու կրթության վրա ուշադրություն դարձնի ու գումարները տան, որ մարդիկ գիտելիք ձեռք բերեն, ուղարկեն
արտերկրներ ուսում կերկարականություն, գիտելիք ձեռք բերելու վարչապետներ, դիվանագետներ, ֆինանսիստներ սովորեն եւ բնակարաններով ապահովեն այն մարդկանց, որտեղ մանր երեխաներ են մեծանում, օծու կարիճ կա, որ հասարակ հիգիենայի տեղել չունեն իրանք։ Մի երկու շենք սարքեն բոլոր այդ մարդկանց այդտեղ եւ աշխատանք տան, որ հետո տարիների ընթացքում իրանք աշխատեն, իրենց պարտքերը փակեն։ Դա կլինի նոր արդեն բարերարություն։ Իսկ շոու աստղերին ինչ որ մի բան տալը դա բարերարություն չի, իրանք իրենց փող այդպես էլ ստանում են։ Այսպես մի զայրացած եմ խոսում, բայց իրականությունն եմ խոսում։ Ոչ չզայրանաց, որ տեսնում ես Ես ուզում եմ հանգիստ խաղաղ դուրս գամ փողոց, ուզում եմ հանգիստ ապրեմ։ Ես չեմ ուզում մարդկանց այդ խոժոր դեմքերը տեսնել ու հիմարություններ լսեմ։ Ու բոլորն են դա ուզում։ Այսօրը խորհուրդ է տրվում շարունակել նախկինում սկսած գործերը, այլ ոչ թե նորը սկսել։ Կարող ենք կորած իրեր փնտրել են իրերը, որոնք կորել են, կարող եք այսօր քչփորել ձեր ամենտեղ գտնել։ Հետո չասեք մանեկա չգտա։ Սա ամեն մարդուն չի վերաբերում, ընդհանուր ինքը շրջանը դա է, կարող է 10 տարի առաջ ինչ-որ մի բան ես կորցրել։ Չի նշանակում հիմա մանեկար պետքա գտնես։ Կորած իրերի գտնելու օր, կորած մարդկանց, այն ընկերներին, որոնց հետ վաղուց չենք շփվել, կարելի է շփվել ինչ-որ բաներ իմանալու։ Հին ընկերների հետ հանդիպումներ, շատ կարևոր է խուսափել խմբակային աշխատանքներից։ Եվ Լուսինը, եւ Մերկուրին, եւ Մարսը այդ խորհուրդը տալիս է։ Յուպիտեր եւ Արև հիմա միասին գնացին Խեցգետին, ընտանիք, հայրենիք, հայրենասիրություն ծնող, սա է հիմնական կենցաղային շրջանը, հիմա խմբակային ոչինչ չի կարելի, բայց այս մարդիկ, որ հիմա այս հասարակության մեջ մտել ու գորգռում են առանց հասկանալու, առանց խորը մտածելու, առողջականի լուրջ խնդիրներ կունենան, շոկնել վերևից, դա սիրտն է, սիրտանոթային համակարգ եւ աղիներ։ Ու ես տեսնում եմ ինչ մարդիկ են այնտեղ, բոլորին էլ նայում են փորերով, վզները հաստ, իրանք առողջականի արդեն պարզերում են, որ սրտի խնդիր ունեն։ Ու արևի տակ գորգռում են, գնացեք ձեր տներ։ Դուք գիտեք, պարտադրելու չի ոչ մի, մի մարդ ուսերի վրա իր գլուխն է, դա էլ մտածելու համար է։ Խուսափել խմբակային աշխատանքներից, հավաքույթներից, քանի որ կարող է առաջանալ բացասական էներգիա, որ արդեն սկսվել է, ու վաղուց ասել են, որ Հայաստանը էգրեգորը ահա որ թուլացած է ու բացասական է, հիմա ամեն մի փոքր ոչ ճիշտ միտք գնում է վերև, այն մագնիսին ու գալի հարվածում է։ Այդ լենականին, որ ես վերջերս եւ Աբարան Կիրովական այդ կարկուտները, քամիներն եկավ, դա դրա պատասխանն է։ Կոնֆլիկտներ, բախումներ կլինեն այդ վատ էներգիայից, որը սկսվել է արդեն, որը կազդի սրտի ողնաշարի վրա։ Նախընտրելի հում բանջարեղեններ եւ մրգել ուտել ավելի շատ մսին այսօր այդքան հարկավոր չի տեղ տալ ու ալկոհոլը ընդհանրապես բացառվում է NLS շոկի։ Լավ է բուժել, բուժիչ թուրմեր օգտագործել եւ եթերային յուղեր պատրաստել։ Օրը լավ է լինել ընտանիքի հետ, զբաղվել ընտանիքի գործերով, շաբաթ կիրակի, հատկապես կիրակի բոլոր տղամարդիկ թող լինեն միայն իր ընտանիքի հետ։ Ինչ գործի տերել այդ մարդը լինի, թողնի միայն ընտանիքի հետ, որ երեխաները տեսնեն, որ մենք մամա, պապա ունենք ու միասին են։ Ու գնացեք կանտարները, բնության գիրք։ 4 օրեկանը համարվում է գիտելիքի ծառա։ Բարու չարի ընտրության օր է, ու այս օրերը խառնվում է իրար բարին ու չարն, արմատներին եւ ստանում ենք էգրեգրի պաշտպանությունը։ Եթե դրական դնում ես, արմատը խորանա դրական, ու ծառի ճյուղերը, տերևները լավը կաչի, դրական պատասխանը կստանա, դա սեպտեմբերն է։ Հիմա նայած ով ինչպես կանցկացնի այս օրերը, քանի Մարսը կույսում է գտնում, սեպտեմբերն էլ կույսն է։ Ինչ որ դու հիմա ցանեցիր հողի նշանը, այս սեպտեմբերը դու կհավաքես։ Ճիշտ ու սխալի բարու չարի մասին է խոսքը։ Անտարբերություն հարկավոր չի,
այս օրերից մեկը, որը կապված է Ադամի ինչի համար ասեն, դա Ադամի խնձորի հետ է կապված, ընտրության եւ ընտրության խորհրդանիշն է չար ու բարու, առաջնային անկումն է, որտեղ խաբեություն գնաց։ Խորհուրդ է տրվում ծառեր տնկել, ցանել, հերկել, ուսումնասիրել ազգայինը, գենետիկան, պատմական ավանդույթները, որը շատ կարևոր է, հիմա շատ։ Կենտրոնացեք ձեր ծագման վրա, քո արմատը ով է, դու որտեղից ես եկել, հենց այդ ալբոմներն է դա շատ օգնելու։ Այնքան հետաքրքիր կլինի կտխրեք, այնքան գեղեցիկ բաներ ա եղել, մարդկանց էլ նայում ես, որտեղ բնական է շատ բաներ, միշտ էլ վատ է եղել է, միշտ էլ բացասական եղել է, միշտ էլ վեճերն եղել են, բայց այդքան համատարած չի, ինչքան հիմա, ասում են ինչի համար են այդքան չարացել, մարդիկ դա մեր մեջի ինչ-որ կա այն արտնացել։ Մրցակցություն ա գրում իրար վատ բան ասելու։ Կուտակել պայծառ մտքեր, աշխատել սիրելիների հետ, ձեր ծառի արմատը պնդացնելու համար ասա ասվում, մաքրել ծառի բունը եւ իրականից եթե այգուն եք տեղալի փխրեք ծառը հողը շուտ տվեք, դա ամեն մարդ ծառը թարսի կաղապարն ենք, մենք մեր արմատները, մեր մտքերը, մեր ամեն ինչը պետք է հումորով ասե, ոտքերը դրեք ջուր, աղաջուր ու կանգնեք ու մտածեք, կանգնեք, մողիղ կանգնեք ու մտածեք, մաքրվեք։ Փխրեցեք նաև մտքերը ձեր, այսօրը շատ օգտակար է հիշել անցյալը, համարվում է մահացածների հիշատակի օր։ Այսօրվա օրը մահացածների հիշատակի օր է համարվում։ Այն կրում է կրկնակի բնութագիր, դա նաև դրական է, բացասական, այնտեղ չար չկա, բայց ոնց մտածեցիր պատասխան կստանաս։ Այսքան է լուսնային օրվա մասին։ Պարոն Ղուշչյան։ Տիկին Լուսիա, ես պիտի ասեմ, որ դուք միշտ մեզ հետաքրքիր պատմություններ սիրում եք հիշատակել, եւ ես կուզենայի, որ այդ ավանդույթը շարունակեք, այսօր ինչ հետաքրքիր նոր ինֆորմացիա ունեք։ Մենք հիմա Խեցգետինում ենք ասել ամեն ամիս, որ նշանի տակ ենք լինում, այդ նշանից մի փոքր շատ հակեչ, որ այն էլ հիմնական կորիզն եմ հանում, ու այն բացասականներն եմ հանում, լավը մարդ ինքը միշտ տեսնում է, բացասականները, որ մարդ աշխատի հենց այդ գծերի վրա, դե Խեցգետինը ընտանիք է հիմնականը, դրա համար տարին ամբողջ ընտանիքին պետք է վերաբերվի։ Խեցգետի նշանը հունիսի 22, հուլիսի 22, տարիքա 23-ից է սկսվում, հիմնականը 22-ից 22 կամ 23, թերություններն եմ ասում, խեցգետիները հակված են լինել շատ զգացմունքային, ջրային նշանա, հետո խեցգետինը բնության մեջ էլ երկու հատ հետա գնում, մի հատ առաջ, խեցգետինի կանաչ բռնում ես, գցում ես ջուրը հենց եռում է, կարմրում է, այդտեղ հումոր եմ ասում, ինչ ամոթով են, այս ինչն ամուսով են, կարմրում են, ու մարդիկ կուտում են։ Շատ զգացմունքային են, զգայուն մարդիկ են խեցգետիները, նրանք երբեմն կարող են դժվարություններ ունենալ, առաջացնել ու հաղորդակցման մեջ։ Իրանք շփվում են, բայց ոչ բոլորի հետ։ Զարգացած ինտուիցիա ունեն, որտեղ միստիկ նշան է, բոլոր ջրային նշաններն էլ միստիկ են, ձուկը, խեցգետինը, կարիճը։ Կարիճը նաև մոգական է համարվում, մոգական եւ միստիկ, նաև աղեղնավորն էլ է եւ մոգական եւ միստիկ նշան է։ Առաջինը եսասիրություն, տրամաբանության բացակայություն։ Հիմա խեցգետինը կասի, ինչի ես տրամաբանություն չունեմ, մտածեն իրանց մեջ, նայած որտեղ։ Մեր Սերժ Սարգսյանն էլ է խեցգետին, հունիսի 30, շուտով ծնունդը կլինի։ Մեկուսացման ձգտում, այո, իրանք սիրում են մեկուսանալ։ Նա չի սիրում իր անձնական հույզերը կիսվել, փակ են իրենք։ Նրանք անմիջապես հասկանում են ուրիշների զգացմունքները, տրամադրությունը, բայց հազվադեպ են անկեղծանում։ Ես իմ շրջապատում ինչքան խեցգետին ունեմ, ես տեսնում եմ։ Տեսեք, Սերժ Սարգսյանը քիչ է խոսում։ Ես իրեն եմ ասում, որպես նախկին երկրի նախագահ, որ մենք տեսնենք ինքը շատ չէր խոսում։
զավզակ չէր։ Նշաններ կան, որ զավզակ են։ Եվ ինչ որ կա իր մեջ է։ Եվ այդ մազերի սպիտակությունը, տեսեք սպիտակություն, մենք չհամարենք ծերություն, նյարդային վիճակ, դա գենն է իրեն։ Անցյալի գենն է, որտեղ Խեցգետին անցյալը շատ է իր մոտ։ Ինչ իմանաս իրենց անցյալու ինչեր է եղել։ Ու առողջականի խնդիրներ են ունենում իրանց այդ փակ վիճակից, էլ այդ այնց արտաքինից որ նայես չի երևում։ Չմոռանանք, որ աչքեր իրը լավ չէր տեսողություն, ինչ ակնոստեր էր դնում, բայց վիրահատեց, կարգավորվեց, սա էլ նրա համար է, որ հերուն լավ տեսնի։ Աչքերի խնդիրն ասում է, քթիցը տենկոմն էլ մարդ գոյություն ունի եւ իրականություն ուշադիր նայի։ Ընդհանրապես տեսողության հետ կապված խնդիրները դա է ասում։ Ինչի համար մեծահասակները սկսում են ակնոց կրել, որտեղ ապագայի հանդեպ հավատ չունեն, օրով պետք է ապրեն։ Իր զգացողությունները արտահայտելու խնդիրը կապված է պաշտպանիչ մտավոր մեխանիզմներից։ Վաղ տարիքից նրանք կառուցում են անձնական պաշտպանողական համակարգ, հոգու մեջ պատահական ներթափանցման դեմ։ Այս իր ինտուիցիան է։ Նախազգուշացումներով են պատվում, շատ է կապված ընտանիքի հետ, հատկապես մոր հետ կապված է լինում։ Իմ թորնիկն էլ է Խեցգետին մեծը, բայց ինքը ընտանիք շատ է սիրում, մամային էլ է շատ սիրում, բայց ավելի շատ հոր հետ է։ Հոր հետ է, որովհետև տղասառյուծ է, իսկ առույցները ընդհանուր ընտանիք է, հրաշալի ընտանիք է ձևավորվել կրակի նշանի եւ բոլոր 4 տարերքներից ընտանիքում կա։ Էս էլ ձեզ ասեմ, եթե մի մարդ իր գարասկոպում 4 տարերքն ունի, հող, ջուր, կրակ, ինչ է մյուս օդը, այդ մարդու հետ հեշտ է եւ այդ մարդը հեշտ է կյանքը դասավորում։ Այսինքն ինքը ամեն ինչի ընդունակ է, ամեն տեղ էլ կարող է ինքը համակերպի, բայց կա նշաններ, որ նա մեզ օրինակ առույցներ կա, որ նա մեզ բոլոր մոլորակները կրակի նշանի մեջ են հենց առույց, կրկնակի առույց է, այդ մարդկանցից շատ դժվար է, իրանք էլ են կյանքը շատ դժվար տանում, ամեն ինչի մեջ ինչ որ բան են տեսնում ու ահավոր քննադատ են։ Աբիշնիկ կարամ ես բառով ասեմ, բողոքական են, ոչ մի բանի չեն հավատում ու հավանում։ Ամենաշիշտը միայն իրանք են, այդ մարդկանց հետ դժվար է, դրա համար հարված անմիջապես սրտեն է խփում իրենց մոտ։ Բոլոր կենդանակերպերին այդքան հարկավոր չի բոլորին։ Հիմա տեսեք Խեցգետինի մասին կարդացի, մարդիկա կարծեն ես այդպեսին չեմ։ Սա անհատական է, բայց բոլոր նշանները ունեն կորիզը, հիմնականը սա է։ Ու որ բացասականները ասվում է, մի ընդունեք, որ դու տենց ես, այլ ասում այդպեսին չլինես, վերցրու դրականը։ Հետո Խեցգետինի դիմացի նշանը այծեղ ջուրը, որը ծայրահեղություն է։ Մեր Հայաստանին մեր հայերը ընդհանրապես պետք է շատ հայրենասեր լինեն, այդ դեմ տալով հայրենասիրություն չի, փողոցում եթե դու չթքեցի, նշանակում է դու քո երկիրը սիրում ես։ Եթե չես գորգորում ծառեր, չես կոտրում, հարևանին չես խանգարում, կենթանու շանը տանում ես փողոցում, այնտեղ որ շան արտաթորանքը մնում է, չպետք է տես թողնես, որ ոտք ուրիշի մտնի մեջը դու չես մաքրում, այդ մարդիկ հայրենասեր չեն։ Եվ միայն քո շքամուտքը չպետք է մաքրես, լավ ամբողջ այդ մի հարկը դու մաքրես, ոչ ոք չի ասի, որ դու վատ բան ես անում։ Ամեն մարդ իր շքամուտքը վերից որ մաքրի, այդ շքամուտքը շատ մաքուր կլինի, բայց քանի որ ամբարտավանությունը շատ է մեզ մոտ, մեր քթները տնգած են, մենք ահավոր քննադատ ենք, մենք բոլորին ենք քննադատում, թշնամուն քննադատել չի կարելի, թշնամուց պետք է սովորեն, ու եթե մարդ եղավ դիմանագետ, ամեն ինչ իր եւ կյանքում եւ ընդհանրապես երկրի հետ կապված ճիշտ կլինի։ Խեցգետիները ինչ փորձում են իր սեփականը պահել, նա սիրում է նախաձեռնություն ցուցաբերել, անսխալ ընտրել գործընկերներ եւ օգտակար մարդկանց։ Այո։ Նրանք բնածին հոգեբան են, երևույթները խորն են ըմբռնում, դժվար է խաբել նրանց, բայց հեշտ վիրավորվում են։ Շատ ներփասկացին, շատ զգուշ պետք է Խեցգետիների հետ վարվեք, որպեսզի նրանք չվիրավորվեն։ Դա մամաներին է վերաբերվում, որ մամաներ, եթե դուք Խեցգետին աղջիկ տղա, հատկապես աղջիկներ ունեք, զգուշ վարվեք իրանց հետ։ Կխռով են, առանց էլ իրանք մեկուսանում են։ Միշտ սիրում են առանձին մնան, որ իրանց հույզերն նրանք չիմանան։
Դժվար է նրանց խաբել, բայց շատ հեշտ վիրավորել։ Խեցգետինը բոլոր ռեսուրսները հմուտ օգտագործող նշան է, առաջին հերթին ընտանիքը։ Խեցգետինը ընտանիքը պետք է միշտ կայուն լինի, բարի լինի, գարմանիչներ լինի։ Այսպես խեցգետիների մասին։ Հետաքրքիր բան, որ ասում եք, այսօր այո, գտել եմ հետաքրքիր մի նյութ։ Այո։ Սատուրն մոլորակի, բայց այդպես չէ։ Հիմա մի րոպե։ Մեր հին աշխաբանների քարտիկներ, ման, այսպեսի բաներ ունեք։ Հա։ Հիմա մի քիչ իմ իրավիճակում չեմ գտնում, որ առակներ ու հումորներ ասեմ։ Մի որոշ ժամանակից երևի կասեմ մի քիչ էլ թող անցնի։ Ռավանան, Սաղմիդան, դա հին փայլուն աստղաբան է համարվել։ Մեծ աստղաբան է համարվել, որը որոշում է անմահանալ։ Եվ ինչ է անում, դրա համար ինքը հավաքում է, որոշում է բոլոր մոլորակներին հավաքի ու կառավարի այդ մոլորակներին, ու այդ մոլորակների ազդեցությունը իր վրա գա, ինքը կարողանա ազդի, որպես ինքը անմանա, որտեղ ասում ենք, չէ, ամեն ինչ աստղերի ներքո է, արևի, լուսնի ներքո է կատարվում, բայց ամենից ուժեղ մարդն է իր կամքով։ Եվ ինչ է անում նա, եւ նրանց անտեսանելու ուժով կզորացնի իր մարմինը եւ հավիտենական կյանք կունենա։ Նա դա ցանկացավ եւ անցավ գործի, հրաշք կատարվեց, մոլորակները շարժվեցին եւ իր իշխանությունը վերցրեց իր վրա։ Ներկայությունը ապահովելու համար Ռավանան շատ մոլորակներ ամուր կապեց իրար, դեղավ իր կյանքի միակ ամենամեծ սխալը, որը ծախողում բերեց։ Առանց հետևանքների մասին մտածելու նա պայծառ կրակոտ կիզիչ արևին կապեց կեղտոտ անլվան որդի Սատուրնի հետ։ Այդ որ ասում եմ Սատուրնի հիշողություններով 29.5-30 տարի Սատուրնի հիշում է, ամեն ինչ հիշում է։ Դրա համար 29-ից մոտ 31 տարեկանին շատ անգամ խորհուրդ եմ տալի, ինչով զբաղվում եք, զբաղվեք, բայց նոր ոչ մի բան մի արեք, մինչև անգամ ամուսնությունը։ Եթե այդ ընթացքում կանգնած է ձեր ամուսնության հարց, ուրեմն այդպես է պետք։ Կործանման տիրակալ է համարվում Սատուրնը։ Սատուրնը չէր կարող տանել իր վրա այդ փայլուն հոր պայծառ լույսն ու ջերմությունը։ Թշվառ անօգնական քրտնած Սատուրնը աչքերը փակեց ու կարողացավ լույսից ոչինչ չտեսնելով այդ շոքի տակ, արևի շոքի տակ, քրտնինքը դեմքից կաթիլ գնաց ու վզակոթինել, ինքը մարդիկ ոնց է ձերքով մաքրում են իրանց քրտնինքները, քիթը, այդ ինչ որ կար, կեղտագունդ է համարվում, այտենց այդ բոլորը հավաքեց, ինչպես ցանկացած մարդ, նա սկսեց քսել վզի հետևի մասը ծոծրակին, քրտնինքի պատճառով կեղտը, որ նա գլորվեց գնդակի նման ու սկսեց ներթափանցել մաշկի, ինչպես մենք ենք անում, մատով մաքրում ենք քիթը քրտնինքի պատճառով կեղտը։ Սատուրնի ձեռքերում այդ գնդակը մահացավ։ Համադրություն էր, որ ուներ ավիրիչ մեծ ուժ։ Նա չնկատեց, որ գնդակը ընկավ ձեռքից եւ պտտվեց։ Մի մոռացեք, որ բոլոր մոլորակները կապված են միմյանց հետ եւ Սատուրնի ձեռքի կեղտոտ գնդակը գլորվեց Աստղադիտարանի 7-րդ տունը։ Գուլիկա է կոչվում այդ գնդակը, կոչվում է Գուլիկա, հարմար տեղավորվեց 7-րդ տանը ու նայում էր ասցենդենտին իր ողջ սարսափելի ավերիչ ուժով։ Գուլիկայի հայացքը վերևից այնքան հզոր էր, որ ոչ միայն ճնշեց բոլոր մոլորակներին ավետաբեր ազդեցությունը, այն էլ պատճառ դարձավ Ռավանու մահվան։ Այս Գուլիկան էլ Սատուրնի որդին է։ Այնպես որ ինչ է ուզում ասի հիմնական, որ բնության օրենքին մի հակառակվեք, դուք ձեզ տեսեք իր անմահության համար, որտեղ չկա այդպես բան անմահություն, նա Հիտլերներ էր տենց ուզում, որ անմահանար։ Հիտլերը շատ ուժեղ մոգ է եղել է մեջալուց, նա զբաղվել է էզոտերիկով,
նա էլ Ստալինն էլ, բայց տեսեք ինչ ձևի մահով գնացին եւ Հիտլերը եւ Ստալինը եւ նման մարդիկ, որտեղ չկա անմահություն։ Այսպես, պարոն Ղուշյան։ Եղավ տիկին Լուսյա, շնորհակալ եմ իհարկե այսօրվա համար, մենք միշտ ձեզ հաճույքով սպասում ենք։ Ամենակարևորը ես ասեմ ձեզ, երեք մի առիթով հանդիպել էի Արցախցի մեր հայրենակիցներին, ովքեր հավաքվել էին այս անգամ բարեբախտաբար ուրախ առիթով նոր ընտանիք էր կազմվել հարսանյաց արարողությունը եւ մարդիկ երբ որ տեսան ինձ այդ ծրահում, իսկ ես լավ առիթով էի գնացել, խնդրեցին իրենց ջերմ բարևները հաղորդել մեր բոլոր ունկնդիրներին եւ ասել, որ ինչպես նրանք, այնպես էլ բոլոր արցախցիները հավատում են, որ ուշ թե շուտ վերադառնալու են իրենց պատմական հայրենիքը։ Այդ հավատը կար նրանց աչքերում եւ պիտի ասեմ, որ մարդիկ հենց դրանով էլ ապրում են։ Ասեք իմ կողմից փոխանցեք, որ դա հայկական է եւ այդպես էլ լինելու է։ Այդ հողի վրա պետք է ապրի անպայման արցախցին, որովհետեւ այնտեղ հատկապես Շուշին տաղանդավոր գիտուն մարդիկ է ծնել Շուշին։ Լեոն էլ է Շուշիից եղել, Լեոն պատմիչ, ասենք, պատմաբան, գրող, ու վերադառնալ, որտեղ մենակ պետք է արցախցին ապրի թողին, Ղարաբաղցին, եւ իրենք էլ կորոշեն, թե ում կողմը կլինեն։ Մի քիչ համբերություն է պետք, այս միասնական լինելով մենք կհաղթենք ամեն ինչի, միասնական լինենք ու ոչ մի սադրանքի չգնանք, ոչ մի սադրանքի չգնանք։ Զինվեք, իրար հետ զինվեք, իրար ձեր սիրով զինվեք, եւ մագնիսը չմոռանանք, որտեղ յուրաքանչյուր մարդու մեջ մագնիսը կա։ Հիմա թե մագնիսը ում գծքի իր ընտրականը, թե բացասականը։ Բացասականը չի ձգելու։ Բացասականը չի ձգելու, ամեն ընտանիքում այդ մագնիսը կա, ամեն անկյունում այդ մագնիսը կա, երբ որ տեսնում եք մեկը բացասական է, իրենից լավ չեք զգում, հեռացեք անմիջապես։ Անմիջապես հեռացեք, որտեղ կեղծիկը շատ է գնում։ Ու ես ուզում եմ, որ շփիտը չկորի մեր ժողովրդի երեսից խաղաղ ապրենք։ Տիկին Լուսյա, շնորհակալ եմ այսօրվա համար նույնպես, իսկապես ձեզ հետ միշտ հաճելի է հանդիպելը, զրուցելը, ձեզ, ինչպես ասում են, նորանոր հաջողություններ, եղեք առողջ, մենք արդեն ասացի, հաջորդ հանդիպումը Երևանյան տաղավարում ենք անցկացնելու միասին, իսկ այսօր այսքանով միմյանց հրաժեշտանք։ Սիրելի բարեկամներ, աստղաբան հոգեբան Լուսյա Հակոբյանն էր Կիրակնորյա ակտիվի եթերում։ Այսօր այսքանը, ցտեսություն։